Եվ մի տարիր խզմեզ ի փորձություն, այլ բրյազ մեզի չարել, զիքոյ արքայություն և զորություն և պահարկալիտյանս ամեն։ Զգործս զերաս մերոց ուղի արայ մեզ է, և զգործս զերաս մերոց հաջողյան մեզ ամեն։ Եվ սիրելի ներկաներ մեկ գրուպելորության արգենք իշակակը, Վալոդիա Գրիգորյանի բարի իշակակ արգենք և աղոտենք նրա հոգու և մոլուկվես բոլորիս համար։ Իշակակն արդարի թողմիշտ որդության է։ Մարզային, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, արժանապատիվ տերայներ և շատ սիրելի ավականու հարգարժան անդամներ և շատ սիրելի ժողովուրդ։ Այո, այսօր մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի շարունակենք այն, որը սկսվեց նույն այս վայրում, և մենք վստահ ենք, որ Աստծո օրհնության և մեր բոլորիս բարի կամքով այն գործընթացը, որ սկսել էր Վալոդիա Գրիգորյան, պետք է շարունակվի և պետք է շարունակվի այն ուղիով, ինչ որ ինքը գծել էր և ինչ որ ինքը կամենում էր լինել։ Մենք վստահ ենք հոգու անմահության, որպես քրիստոնյաներ, և նրա հոգին, որ սավառնում է երկնքում, տեսնում է այս բոլորը, հետևում է մեզ բոլորիս, և նրա հոգու խաղաղության համար ամենակարևոր կլինի այն, որ վստահ ենք նաև, որ նոր համայնքապետը իրավունքով, հուզմունքով ընդունեց երդման արարողությունը, որտեղ մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա շարունակելու մեծ մարդու գործը։ Եվ այսօրվա Սողոմոն իմաստունի գրքից, եթե մարդ արդարություն է սիրում, ապա արդարության վաստակի արդյունքը առաքինությունն է, որովհետև նա, որ սովորեցնում է գիտություն և խոհեմություն, արդարություն և արիություն, որոնցից առավել պիտանի չկան մարդու կյանքում։ Եվ իսկապես Աստվածային խոսքը միշտ է հավերժ է։ Մարդու կյանքում արիությունը, առաքելությունը, բարությունը և նաև կամքի ուժը ամենակարևոր է մարդ պետք է ունենա։ Եվ մենք ունենք այդպիսի ազնվորություն հանձինս Վալոդիա Գրիգորյանին, և մենք վստահ ենք մեկ անգամ ևս արտահայտելու, որ նրա ընկերը պարոն Ախվերդյանը կշարունակի այդ գործը և նաև ոչ եմ անում բոլորիդ համագործակցությանը, սիրելի ժողովուրդ, որովհետև արդարությունը միշտ հաղթանակելու է և արդարամտությունը նույնպես, բայց նաև պետք է լինի միասնություն։ Միասնության ուժն է, որ այս առաքինությունը, արդարությունը, արիությունը կդառնա մարդու կարևոր հատկանիշները։ Որտեղ եթե չլինենք միասին, ապա մենք հեշտությամբ կարող ենք կոտրվել։ Եվ մեծ բանաստեղծ ասում է, եթե մենք ուզում ենք բռունցքով հարվածել, ինչ ենք անում։ 5 մատները հավաքում ենք, բռունցք ենք ասում։ Եթե 5 մատներ առանձին մենք աշխատացնենք, արդյունքի չենք լինի, արդյունքի չենք ասնի։ Այդ իսկ պատճառով մենք աղոթում ենք, որ փառաքար խոշորացված համայնքում տիրի խաղաղությունը, տիրի արդարությունը, տիրի բարոյական և առաքինի ավանդույթները, որ ունի այս համայնքը, դարավոր այս համայնքը, իր եկեղեցիներով, իր հոգևորականներով և իհարկե իր ժողովրդով, ղեկավարության նորընտիր պարոն Ախվերդյանին և ավականու անդամների, որոնք իր գործակիցները պետք ունեն։ Նորից մեկ անգամ շնորհավորում ենք և մաղթում ենք, որ Աստված թող Սուրբ աչքի ներքո ձեզ պահի ու պահպանի, մեզ բոլորիս և խաղաղությունը, արդարությունը թող տիրի այս համայնքում։ Թող այլևս չլինենք կրակոցներ։ Հայը հայի դեմ, եթե ձեռք է բարձրացնում, դա մեծագույն սրբապղծությունն է և այդ բաները մենք պետք է մոռանանք, պետք է դուրս գա մեր մեջից, որպեսզի տիրի մեր մեջ, մենք փոքր ազգ ենք, մենք իրավունք չունենք իրար ոչոտելու, մենք իրավունք չունենք իրար թշնամի լինելու, մենք թշնամիներ շատ ունենք, թշնամի չպետք է պնդենք մեր մեջ,
Թշնամիները շատ են։ Մենք պետք է լինենք ավոր, որ կարողանանք արտաքին թշնամիների դեմ պատվար եւ պատնաչներ։ Աստված թող օրհնի ձեզ բոլորիս։ Մեկ անգամ եւս Վարդա Գրիգորյանի շատակը թող վառ եւ հավերժ մնա բոլորի սրտերում։ Ամեն։